Բարև ձեզ։ Այսօրվա դեկտեմբերի 20-ի իմ ամբիոն հաղորդաշար երթական հաղորդումը վերնագրել եմ քաղաքական երկվորյակները և աշխարհը։ Բայց նախքան թեմային անցնել, ինչպես միշտ, կոչով դիմում եմ բոլոր նրանց, ովքեր նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ։ Նրանք, որոնք բաժանորդագրված են և նայում են հաղորդումներս, շարունակեք դրել լայքեր խնդրեմ, որովհետև ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյանի YouTube բարիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա անցնեմ բույնյութին և այսպես քաղաքական երկվորյակները և աշխարհը։ Բանն այն է, որ անցյալ շաբաթը նշանավորվեց երկու ներկայացումներով, շոուներով։ Մեկը Վաշինգտոնում, մյուսը Մոսկվայում։ Խոսքը Սպիտակ տան քառակուսի գլխանի դեղնակակուլի շոուն էր, որը անոնս էր արվում իբրև որ պետք է դիմի ազգին և շատերը վախվորած սպասում էին, թե ես ինչ է դիմելի, ես ինչ է հայտարարելու, շատերը կարծում են, թե որ հանկարծ չլինի, թե պատերազմ հայտարարի։ Բայց նա ըստ էության դիմեց ազգին և այդ ազգին դիմելու նպատակն այն էր, ինքնագովազն էր, որը որ անընդհատ ամենայն մանրակագիտությամբ փորձեց ներկայացնել, հրամցնել, որ ինքը թե ինչ նվաճումներ է ձեռք բերել իր երկիրը շնորհիվ այն բանի, որ ինքը այդ երկրի նախագահ է դարձել նորից։ Այսինքն, որ իրեն հաջողվել է կանխել, կասեցնել 8 պատերազմներ, իդեպ մի բան, որը խիստ վիճելի է։ Նրան հաջողվել է իր սահմանած, իր նախաձեռնությամբ սահմանված մաքսային տուրքերի շնորհիվ միլիարդներ հետ բերել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հզորացնել տնտեսությունը, որը որ կարծում եմ ամերիկացիները պետք է զգան, իրենց տնտեսությունը հզորացել է թե չէ։ Ու նաև լեյտմոտիվն այն էր, որ ինքը Ամերիկան նորից դարձրեց հզոր։ Սա այս 3 սյուների վրա էր հիմնված ազգային դիմումը ազգին, կոչը ազգին։ Դրանից մի քանի օր հետո էլ, առավոտորեն մեկ օր առաջ, նույն ներկայացմամբ հանդես եկավ Կրեմլի անմահ կաշի։ Իհարկե սրա վերնագիրը ոչ թե ազգին դիմել էր, այլ մամուլի ասուլիս կամ ինչպես պրոպագանդիստներն էին ասում, թեժգիծ։ 4.5 ժամ տևած այս թեժգիծը դա ոչ այլ ինչ էր, քան ստի, լկտիության, մանիպուլյացիաների, սպառնալիքների ներկայացում, շոու, որովհետև Կրեմլի, կրկնում եմ, անմահ կաշեի կերպարը իրականում շատ ավելի խճալի էր, խղճուկ էր։ Նա փորձում էր ներկայացնել, ձևալ իրեն ցույց տալ որպես իրավիճակին տիրապետող, աշխարհակալ, բայց իրականում հոգեբանորեն իրոք խղճալի վիճակում էր, որովհետև ներքուստ ակնհայտ էր դրա շփոթվածությունը, ներքին ալեկոծվածությունը։ Այս կակազելը, բառերի կրկնությունը, մտքի թելեկոսները, հետո վերադառնալ, այդ ամենը դրա վկայությունն էին։ Թեպետ նախապես պատրաստված էր և հաստատ ինչ-որ տեղից էր նաև կար էկրան սուֆլորը, հուշարար էկրան։ Հուշարար էկրանը չգիտեմ, գուցև չկար, գուցև կար, դա այդքան կարևոր չի, բայց կադրերում շատ հաճախ երևում էր երկրորդ պլանում, երբեմն խոշոր պլանով են ցույց տալիս, ոմն կալմիկ ավագ լեյտենանտի, որին ներկայացրեց անգամ շոուի ժամանակ անմահ կաշե կամ համայն ռուսո իմաստունը, ներկայացնելով նրա որպես հմուտ զինվորական, հասկանալ կախած էր
Ռուսաստանի հերոսի պաստառը, որ նա դրան հասել է այս զինվորական նվաճումներին, աշխատանշաններին, մեդալներին, նաև լինելով հասարակ վարորդ եւ ծառայելով, ասնելով ծառայության ռուսական բանակում, ասել է մինչև գրոհայինների հրամանատարի։ Ես ասես թե նրա այսօր նրա հրամանատարության տակ ծառայում են 80 զինվորներ։ Հետո խոսքը տրվեց այդ խեղճ, մեղմ ասած խեղճ զինվորականին, որի հայացքը այսպես ոչինչ չէր ասում, ինտելեկտուալության նշույլ անգամ չկար դեմքին։ Վերջը ամբողջ նրա տված ելույթի իմաստն էլ այն էր, որ իրենք հաջողությամբ գրոհեցին, ազատագրեցին Կուպյանսկը կամ Կուպենսկը, չգիտեմ ինչպես են ասում ռուսները կամ ուկրաինացիները ասում են Կուպյանսկ։ Եվ ամբողջ իմաստն այն էր, որ նրանք ազատագրել են այդ քաղաքը ուկրաինական, որ արդեն հողին են հավասարացրել, բայց նաև նշեց, որ արդյոք շեշտեց, որ ինքը տեսել է, թե ինչպես ուկրաինացի զինվորները նահանջելիս գնդակահարում էին 30-ից 40 տարեկան տարիքի տեղացի տղամարդկանց, բնաբար նշելով, որ նրանք չանցնեն թշնամու կողմը։ Այսպիսի լկտի սուտ, այսպիսի աղաղակող հանցագործ տեղեկություն ես չէի պատկերացնում։ Եվ սա հնչում է Ռուսաստանի առաջին ալիքով եւ ընդհանրապես այդ բոլոր հերոստալիքներն դա հերարցակում էին այդ շոուն այդ ժամանակ եւ խնդրեմ Ռուսաստանի այդ հերոսը այսպիսի տեղեկություն է տարածում։ Եվ գիտեք ինչ տարածում է, որովհետեւ ես համոզվել եմ, որ Ռուսաստանի բնակչության մի ըստվար հատված աներկբա հավատում է այն ամենին, ինչ հնչում է այդ ռուսական հեռուստատեսության պրոպագանդիստական էկրաններից։ Բացած հալած յուղի տեղ են ընդունում։ Ճիշտ այսպես, ինչպես ժամանակին էլ, ես չեմ սխալվում, կարող եմ սխալվում եմ, ժամանանուն չեմ ուզում տալ, բայց հայտնի դեմքերից մեկը, երբ ռուսները նոր էին ձեռն սկսել լայնածավալ հարձակումը պատերազմը Ուկրաինայի դեմ, նշում էին, թե ինչպես նրանք տեսել են, որ ուկրաինացի ազգայնական զինվորները խաչել էին ռուս երեխայի։ Հետո պարզեց այդ ստի, դե սուտը երկու ոտքով երկար չի վազում, չէ, պարզեց այդ ստի էությունը, բայց ասել էին։ Հիմա սա է, տեսել է ինչպես այս սալդաֆոն կոչվեցյալը, տեսել է, թե ինչպես են ուկրաինացի զինվորները գնդակահարում, նահանջելիս գնդակահարում ուկրաինացի իրենց ազգակից 30-40 տարեկան տղամարդկանց։ Որ տեսել էր կանխեիք, բա։ Սա էլ է հարց չէ, որ ձեր ազատագրողների այսպես կոչված ներկայությամբ են գնդակահարել, այդ ոնց։ Խոսքով, գիտեք, մի քիչ սրան այս ինքնագովազդը, թե երկու կողմից, թե օվկիանոսային կողմից, թե այս եվրոպական արևելյան մասի հյուսիսային երկրից մի բան են հուշում, որ երկիրը աշխարհը հիմա կանգնած է մի հետաքրքիր իրավիճակի առջև, մի կողմից քաղաքական միասնավորություն է, մյուս կողմից էլ քաղաքական միայնասնավորություն, մեկ օվկիանոսից այն կողմ, մեկ օվկիանոսից այս կողմ, բայց իրար նման շատ նման։ Երկուսն էլ ըստ էության հարգում, գնահատում են տոտալիտարիզմը։ Ու պատահական չի, որ նրանց լեքսիկոնն էլ, ասելիք նյութն էլ գրեթե հարև նման է։ Մի դեպքում ասում եմ, ես վերականգնեցի Ամերիկայի եզրությունը, մի դեպքում էլ ասում եմ, որ
ոտքի կանգնեցվեց ծնկած Ռուսաստանը։ Դե բայց դե ինչքանով է վերականգնվել Ամերիկայի հզորությունը, չգիտեմ, բայց որ Ամերիկայի հեղինակությունը տապալվել է, հավասարեցվել է շրիշակի մակարդակի, դա փաստ է։ Այն դեպքում տասնամյակների ընթացքում ձեռք բերված հեղինակությունը մի տարվա ընթացքում Սպիտակ տան դեղնակակուլ հավասարեցրեց երեթե 0-ի։ Եվ միաժամանակ նաև գիտեք ինչ աշխարհի վրա ասա մեծ ազդեցություն է ունենում, որովհետև ըստ էության այլևս փաստացի ՆԱՏՕ-ն գոյություն չունի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմս դեղնակակուլի ձեռք քաշեցին այդ կազմակերպությունից, նայում են իրենց եւ այդ կազմակերպությունը տարբեր տեսակետներից, դիրքերից, իսկ ըստ էության էլ ՆԱՏՕ կոչեցյալը, ՆԱՏՕ ասվածը չունի միասնական զինված ուժեր։ Ամեն երկիր ունի իր զինված ուժերը, որոնք որ ՆԱՏՕ-ի անդամ են։ Այս Ուկրաինայի դեպքերը, Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը ցույց տվեց այդ կազմակերպության թույլ կողմերը, բացերը։ Եվ ընդհանրապես նաև Եվրամիության, որը որպես տնտեսական շատ հաջող կառույց է, բայց նաև այդ դեմոկրատական այսպես կոչված բյուրոկրատիզմը հնարավորություն չի տալիս կտրուկ քայլեր ձեռնարկել իրենց քաղաքական շահերը առաջ տանելու համար։ Քաղաքական շահեր առաջ տանելու համար նկատի ունեմ Ուկրաինային լիարժեք օգնություն ցույց տալը, որովհետև Ուկրաինային լիակատար օգնություն ցույց տալ նշանակում է պաշտպանել Եվրոպային հնարավոր եւ իրական սպառնալիքից։ Այսօր Ուկրաինայի բանակը շատ ավելի ուժեղ է Եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած երկրի այլ բանակից։ Փաստը սա է։ Մի խոսքով վերադառնալով կրկին երկու օր առաջ, երկու առաջ, 3 ամսի 19-ին ունեցած Աուլիասուլիսին կամ ասում թեժ գծին, որը վարում էր Ամայրոսիոյի իմաստունը, կամ ինչպես ասում են Կրեմլի անմահ Կաշեի, ես հիմա կասեմ, թե ինչու եմ առաջին օգտագործել, առաջինը իդեպ, առաջինը ես եմ օգտագործել Կրեմլի անմահ Կաշեի անունը, որովհետև ես հիմա կասեմ, թե ինչու։ Այնուամենայնիվ կրկնում եմ, որ այդ թեժ գիծը ոչ այլ ինչ էր, քան ստի լկտիության, մանիպուլյացիաների և սպառնալիքների մի ամբողջ փունջ ուղղված աշխարհին, ուղղված մասնավորապես Եվրոպային։ Իսկ ինչու Կրեմլի անմահ Կաշե, որովհետև բառացիորեն 1-2 օր առաջ տեղեկություն կարդացի ռուսական լրատվական կայքերից մեկում, ըստ այդ տեղեկության Կրեմլի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը հայտարարել է, որ Կրեմլի պոլիկլինիկայի բուժառուների հնարավորությունը ապրել մինչև 120 տարի միանգամայն իրական է։ Տեսեք, ուր գնաց։ Նրանից առաջ Պեկինում, երբ հանդիպել էին Ամայրոսիոյի իմաստունը և Չինաստանի ղեկավարը, խոսք էր գնացել երկարակեցության մասին։ Հիմա այդ թեման շարունակում է Կրեմլի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը։ Ըստ էության հայտարարելով, որ իրենց գլխավոր բուժառուն Ամայրոսիոյի իմաստունը ըստ էության կարող է ապրել մինչև 120 տարի։ Դրա համար եմ ասում անմահ Կաշե, որի կյանքը
Սեքյաթում հիշում եք, չէ՞, ինչ-որ բադներ, բադի մեջի ձուն, ձվի մեջի ասեղը, ասեղի ծայրին համակաշի կյանք։ Զավեշտ է, այո, զավեշտ է, բայց այս ամեն այսքան ծիծաղելի չէ լինի, եթե այսքան տխուր չլիներ, որովհետև աշխարհը ընկել այս երկու քաղաքական երկվորյակների ձեռքը կրակ։ Եվ այս աշխարհի այս պայմաններում, այս թոհուբոհի պայմաններում, ըստ էության, գիտեք, համաշխարհային տեկտոնական իրադարձությունների, իրավիճակների, ռազմաքաղաքական փոփոխությունների շրջանում շատ հետաքրքիր է մեր Հայաստանի իրավիճակը, Հայաստանի ներկան, որով ապրում են Հայաստանի քաղաքական էստաբլիշմենտը, այսպես ասենք, վերնախավը։ Աշխարհով նրանք էլ խառնվել են ինչ-որ եկեղեցին դաստիարակելու հարցերով։ Ամոթ է, սարսափելի ամոթ է, եւ գիտեք, բավական է նայել, թե կայքեր են, թե ովքեր են չարախնդում պետություն եկեղեցի այս հարաբերությունների Հայաստանում տեղ ունեցող պետություն եկեղեցի պետություն այս փոխհարաբերությունների դնջուկի վրա։ Այնինչ երկրի ունի սահմանադրություն, սահմանադրությանը հստակ կարգավորված է այդ հարաբերությունները եւ կարիք չկար խառնվել առաջին հերթին պետությանը կարիք չկար խառնվել եկեղեցու ներքին գործերին։ Կան խնդիրներ, անշուշտ կան։ Այդ խնդիրները պետք է տեսնեն եւ իրենց համար հետեւություն անեն այդ եկեղեցական հոտի մարդիկ եւ միևնույն ժամանակ այդ խնդիրները թե կան, եթե ուզում են, այդ խնդիրներով պետք է զբաղվի մուն եկեղեցին, այլ ոչ թե պետությունը։ Ճիշտ այնպես, ինչպես նաեւ ինձ համար, կրկնում եմ, բավականին անընդունելի էր, երբ Բագրատ Սրբազանը ձևավորեց մի շարժում, Սրբազան շարժում անունը դրեցին, դարձավ այդ շարժման առաջնորդ եւ հենց առաջին օրից ասացի, որ սա ապագա չունի, առաջին օրվանից իսկ ասացի, որ սա մարող շարժում է եւ այդպես էլ տեղի ունեցավ։ Բայց ունեցավ իր հետևանքները, որ այսօր մենք ունենք։ Սա իրականությունը, սա է փաստը։ Դեպետելի գտնում եմ, որ դատապարտելով թե Բագրատ Սրբազանի, թե Միքայել Սրբազանի պահվածքը խառնվել է քաղաքականությանը, խառնվել, այլ ոչ թե կարծիքներ հայտնել են։ Կարծիքներ հայտնել կարող են, քննադատել կարող են, բայց խառնվել, մասնակից դառնալ քաղաքական գործընթացների դատապարտելի է։ Ճիշտ այնպես, ինչպես դատապարտելի է եւ չեմ ընդունում, որ նրանք այդ երկու սրբազանները անազատության մեջ են։ Դա էլ պետության թույլությունից է գալիս։ Անադեկվատությունից։ Սա եւս դատապարտելի եւ անընդունելի է։ Անհապաղ այդ մարդիկ պետք է ազատ արձակվեն։ Մի խոսքով, սա անցանք այս ներքին հարցերին, որը չէին կարող չանդրադառնալ, բայց միևնույն ժամանակ էլ այս ներքին հարցերը Հայաստանում նաև հետևանք են այն ամենին, ինչ տեղի ունենում Հայաստանից դուրս աշխարհում, տարածաշրջանում եւ մասնավորապես աշխարհում։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը, մեկ անգամ եւս կոչով դիմում եմ բոլոր նրանց, ովքեր նայում են հաղորդումներս, ապա դրեք լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ Ամասի Ավանեսյան YouTube ալիքն ավելի է տարածում, իսկ նրանք, որոնք նայում են, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ։ Երկուշաբթի ես թերևս իմ հերթական հաղորդումը եթեր կհեռարձակեմ, որը որ վերաբերելու է Լենինին։ Այո, չսխալվեցիք, Լենինին, որը որ դարձել է
Ռուսաստանի այսպես բոքսի տանձ էր, բայց այլևս շարունակեմ, ասեք երկուշաբթի օրվա իմ հաղորդման եթերին։ Այսօր այսքանը, ցտեսություն, կհանդիպենք խաղաղություն մեզ, խաղաղություն աշխարհին։